Ալիևի հայտարարությունը չի տանում վերջնական ստորագրման։ Որքան էլ նա ասի, որ սա տարածքային պահանջ չի, մենք ընդհանրապես քարտեզից ենք խոսում, բոլորը ամեն ինչ հասկանում են։ Ես Հայաստանը ինչի՞ չի խոսում Նախիջևանից, դա մենակ քարտեզ չէ։ Դա պրոտեկտորատ էր, որը պիտի ուներ ինքնավարություն, որը ըստ էության վերացվեց, ժամկետով էր հանձնվել 100 տարի ժամկետ ուներ այդ պայմանագիրը, կամ ինչի Հայաստանը չի ասում, թե Բաքվում հայերը ինչ մեծ ներդրում են ունեցել ընդհանրապես այդ քաղաքի, ես կասեի, կառուցման գործում։ Ինչու հայերը չեն խոսում արևմտյան Հայաստանից, նույնիսկ հակառակը Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք չի խոսել, Արարատից այլևս պետք չի խոսել։ Դե որ այդպես է, բա ինչու իրենք կարելի է, մենք չի կարելի։ Մենք որ խոսում ենք, ասում ենք դա տարածքային պահանջ է, դա մեր սիմվոլն է, հանեք, չէ՞։ Բա ինչու իրենք իրավունք ունեն, մենք ոչ։ Ես վստահ եմ, որ Ալիևը չի ուզում ստորագրել խաղաղություն, որ նա դա արկախում է սահմանադրական փոփոխությունների հետ, արդեն սա ցույց է տալիս, որ նա չի ուզում ստորագրել, որովհետև եթե նա ցանկանար խաղաղություն տեսնել տարածաշրջանում, ես նշում եմ, իրենք էլ ունեն սահմանադրության մեջ խնդիրներ։ Մենք էլ այդ պահանջը չենք ներկայացրել, նա ստորագրել խաղաղությունը, սահմանազատումներ շարունակվել։ Ինչի է կանգնել սահմանազատումը, ես ուզում եմ հասկանալ։ Մենք զգուշացնում ենք, որ Տավուշում սահմանազատումից հետո կանգնելու է process-ը։ Ես վստահ եմ, որ անկլավների հարցերն էլ է բարձրացնելու Ալիևը։